Ադրբեջանական բանտապահներն ընդհատել են Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ընտանիքի հետ, երբ նա հրապարակային կոչով դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Ինչու՞։ Ես պարզապես չեմ կարողանում զանգահարել Ադրբեջանի օմբուդսմենին։ Խնդրում եմ, շարունակենք։ Վարդանյանը նշել է, որ չնայած 2023 թվականի հոկտեմբերին ՄԻՊ-ը անձամբ էր տվել իր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ոչ փաստաբանների, ոչ գրավոր դիմումների միջոցով նրան չի հաջողվել կապ հաստատել օմբուդսմենի հետ։ Վարդանյանը հրատապ հանդիպում է խնդրել, նշելով, որ նա միակ հանրային ինստիտուտի ղեկավարն է, որին կարող է դիմել։ Ես արդեն 1 ամիս է չեմ կարողանում ստանալ դատավճիռը, ոչ ռուսերեն, ոչ հայերեն, ոչ ադրբեջաներեն։ Ես չգիտեմ, թե ինչի համար են ինձ դատապարտել եւ որ հոդվածներով։ Ես խնդրում եմ ձեզ հետ հանդիպում, որպեսզի հնարավորություն ունենամ այս ամենը քննարկել, որովհետեւ ցավոք Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որևէ այլ կառույց, որը կարող է մեզ հետ կապի մեջ լինել։ Իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ չունի այլ ներկայացուցչություն եւ զբաղված է ներկրումներով։ Այս խոսքերից հետո ադրբեջանցի բանտապահները անջատել են հեռախոսակապն ու Վարդանյանին թույլ չեն տվել ավարտել խոսքը։ Հեռախոսազրույցի այս հատվածը հրապարակել է նրա ընտանիքը։